Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը նորություն չի արձանագրվել։ Այս կարծիքին է Դաշնակցություն խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, ով անիմն է համարում չափազանց լավատեսական գնահատականները։ Միակ դրականը նա համարում է համանախագահների առաջարկը շփման գծում հրադադարի խախտման հետ կապված հատուկ քննություն անցկացնելու վերաբերյալ։ Գազպրշիկը ում հետ պետք է աշխատի երկու կողմերի, ճիշտ է որպեսզի քննի, որոնք են այդ երկու կողմերը։ Ղարաբաղը եւ Ադրբեջանը մեզ համար ակնհայտ է, չէ՞։ Բայց պարոն Սաֆար Ռաբիևի, Իլխամ Ալիևի համար արդյոք այդքան ակնհայտ է։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Դաշնակցության ներկայացուցիչը անդրադարձավ նաև ներքաղաքական զարգացումներին, մասնավորապես Հայ ազգային կոնգրեսի իշխանություններին ներկայացրած պահանջագրին։ Տարբեր քաղաքական գործիչներ, տարբեր քաղաքական ուժերի, երբեք բայց ոչ Դաշնակցության բազմիցս Հայաստանում հայտարարել են, որ աշնանը Հայաստանում կլինի հեղափոխություն։ Խոստացել են թեժ գարուններ, թեժ աշուններ, թեժ ձմեռներ ու ամառներ, թեժ ամիսներ ու շաբաթներ, կապրենք կտեսնենք։ Անի Գևորգյան, Արամ Մնացականյան, IPFM։